ապագա ասելով եսի նկատի չունեմ 100 տարի հետո, դա արդեն այսօրվա խնդիր է։ Եվ ցավոք սրտի մեր թշնամիները գտնվում են մեր ջրային ռեսուրսների գլխին եւ պատահական չէ, որ նրանք այդ դիրքային առավելությունները վերցրել են, շատ լավ իմանալով, որ ապագայում իրենք իրենց տնտեսության զարգացման համար խնդիրներ են ունենալու եւ մեզ համար այս հարցերը դառնալու են կախվածության լրացուցիչ լծակ։ Այդ կախվածությունից ազատվելու առաջի պայմաններից մեկը ոչ միայն արտաքին դաշտում դրա մասին խոսել եւ համապատասխան միջազգային նորմեր օգտագործելով թույլ չտալ նրանց հավակնությունների ընդլայնմանը, բայց նաև բնականաբար սեփական պաշտպանական կարողությունների ավելացմամբ նաև սեփական սահմանների անվտանգության ապահովումն է եւ այդ դիրքերի վերադարձը մեր վերահսկողության ներքո։ Այս առումով ես կուզենայի մի մտահոգություն արտահայտել եւ այս մենք կարող ենք սրա մասին բարձրաձայնելով գոնե ներկա պահին մինչեւ ընտրությունները թույլ չտալ, որ դա իրականություն դառնա, դա մեր ատոմակայանի խնդիրն է։ Պատահական չէ, որ գնում են ամերիկյան մոդուլային ատոմակայանների ստեղծման գաղափարին, որովհետև դա իրականում փաստականորեն գոյություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունը ձգձգում է process-ը, որ 36 թվականին արդեն մեր ատոմակայանը փակվի եւ դրանից հետո մենք ամբողջովին կախված լինենք, այսպես ասած, Ադրբեջանի էլեկտրական գծերի ստացվող հոսանքից եւ Թուրքիայից մատակարարվող հոսանքից, որը ստեղծվում է ռուսական ատոմակայանի շահագործման միջոցով։ Այսինքն, սա եւս մի լրացուցիչ լծակ է լինելու մեզ կախվածության եւ պարտադրանքի ներքո պահելու։ Սրա անթույլատրելիության եւ սրա վտանգավորության մասին խոսելով նաեւ մենք կարող ենք մեր ժողովրդին հիշեցնել 90-ականների մութ ու ցուրտ տարիների հեռանկարը եւ բացատրել, որ ընտրությունը ճիշտ չկատարելու դեպքում մենք ուղղակի կախվածության մեջ ենք մտնելու Թուրքիա եւ Ադրբեջանի քմահաճույքներից, ել չեմ ասում դեմոգրաֆիկ փոփոխությունները։ Սրանով ես կուզենայի ուրեմն ամփոփել, ցույց տալու, որ կան ուղիներ, կան հնարավորություններ, դրանք վերացական չեն, դրանք գործում են։ Պետությունների շահերը շատ հմուտ օգտագործելու դեպքում մենք կարող ենք ամիսների ընթացքում էական տարբերություն արձանագրել մեր տարածաշրջանում եւ ավելին Վրաստանի հետ հարաբերությունների ճիշտ կառուցման ձևով մենք կարող ենք այդ սեպը դառնալ ավելի մեծ սեպը թուրանական տխրահռչակ ծրագրի, որը աշխարհը վերափոխելու եւ արևմտյան գերակայությունը ապահովելու նպատակ ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լիովին համամիտ լինելով, լիովին ես երկրորդ եմ մենք երկու հարցի հետ կապված, որովհետև շատ բովանդակային ելույթ էր։ Հարցը ատոմակայանի հետ կապված է, հաշվի առնելով, որ ես նաև 85-86 թվականներին շատ մոտիկից զբաղվել եմ այդ հարցին, պետք է ասել հետևյալ։ Ատոմակայանը, երբ որ ստեղծվում էր, որ պետք է կառուցվեր Հայաստանում, դրան արդեն իսկ դեմ էր Թուրքիան եւ դեմ էր Ադրբեջանը այն ժամանակ սովետական տարիներին։ Եվ միայն Պետրոսյանցի հեղինակությունն էր, որ ուրեմն բոլորը համաձայնվեցին, որ դա պետք է լինի Հայաստանում։ Եվ դա եղավ մեր անվտանգության ամենամեծ երաշխիքներից մեկը, պետության անվտանգություններից։ Ես ուզում եմ դա հատուկ շեշտեմ, 40% էլեկտրոէներգիայի ուրեմն մատակարարումը, որը հիմա է ապահովում ատոմակայանը, դա անփոխարինելի է։ Դա ուղղակի անփոխարինելի է եւ այն հանգամանքը, որ Տիկին Ձյունիկը նշեց, որ հիմա Ռուսաստանը կառուցում է ակույու Թուրքիայի համար եւ Թուրքիան հիմա պահանջում է եւ ի՞նչն է պատճառը, գիտեք, բացի ամենից, որպեսզի դա ցիվիլ հնչի, ասում են Ռոզովիտրով ոնց է հայերեն։ Քամիները ուրեմն տանում են դեպի Թուրքիա, մենք շատ վախենում ենք, որ այնտեղ կարող է վտար լինի։ Վտարի վտանգը 1987-88 թվականներին մենք վերացրեցինք Երջանկայի շատակ Սիլվա Կապուտիկյան եւ խումբ եւ Կարեն Դեմիրճյան եւ մեզ հաջողվեց այն ժամանակ կանգնեցնել, կասեցնել ճիշտ է Չեռնոբիլից հետո, բայց կասեցրեցինք ատոմակայանի աշխատանքը տարի ու կես եւ այդ ընթացքում ատոմակայանը վերականգնվեց եւ ստացավ իր բոլոր իրավունքները շարունակելու եւ տեսեք մինչեւ 36 տիպ նախադեպ է իմիջալոց մինչեւ 36 տիպ նա կարող է դեռ աշխատել ուստի անհնար է պատկերացնել որ Հայաստանում կարող է ատոմակայանը փոխարինվել մոդուլային
մոդուլային ուրեմն այդ ատոմակայաններով։ Լավ, եւ շատ չես զբաղեցնեմ ձեզ, շնորհակալություն։